Բարի երեկո։ Եթերում Հայացք աշխարհին հեռուստածրագրի հերթական թողարկումն է։ Ինչպես եւ խոստացել էինք մեր հեռուստադիտողներին, լինելու են խնդիրներ, որոնք մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Մեր առաջի հաղորդումներից մեկում նշեցինք, որ այդ խնդիրների շարքում լինելու են միգրացիա եւ միգրացիային առնչվող թե գործառույթները, թե իրականացման մեխանիզմները եւ թե ընթացքը։ Այսօր փորձելու ենք միգրացիայի խնդրին անդրադառնալ ավելի հանգամանորեն, բացել որոշ փակագծեր եւ նաեւ շեշտադրում կատարել եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրով, Հայաստանի գործողությունների ծրագրով միգրացիային վերաբերող հարցերին։ Եվ խնդրելու ենք միանգամից մեր հեռուստադիտողներին իրենց կարծիքները, տեսակետները հետադարձ կապի միջոցով հայտնել, որովհետև սա ոլորտ է, որը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Ես հաճույքով ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրերին։ Ստուդիայում են այսօր Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ պարոն Գագիկ Եգանյանը, բարև ձեզ պարոն Եգանյան, եւ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այս անգամ փակագծերը ավելի ենք բացելու, քան նախորդ հաղորդմանը։ Ներկայացնեմ նաև միգրացիայի հարցերով անկախ փորձագետ Երևանյան ակադեմիա հասարակագետների միջազգային ընկերակցություն հասարակական կազմակերպության համանախագահ Վարդան Գևորգյանին։ Բարի երեկո Վարդան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սկսենք երևի, ես առաջի հարցը ես ուզում եմ ուղղել պարոն Եգանյանին։ Շատ դեպքերում հասկացության մեջ ընդհանրապես խառնաշփոթ է առաջանում, արդյոք մեր հասարակությունը ամբողջությամբ պատկերացնում է միգրացիա ասածը իր կոմպոնենտներով։ Եվ կարելի է այսօր հիմք ընդունելով, որ դա ունի բացեր, փորձել սահմանել ձեր գործակալության հիմնական ֆունկցիաները եւ միգրացիա ասվածի հիմնական բաղադրիչները։ Խնդրեմ։ Նախ գործակալության ֆունկցիաներից սկսենք։ Այն սահմանված է ինչպես պետական այլ մարմինների, մեր դեպքում նույնպես կառավարության համապատասխան որոշմամբ, որտեղ ուրեմն նպատակներ, գործառույթներ, խնդիրներ շարադրված են եւ կարեւորը որ միգրացիան լայն տեսակետով է ներկայացված, այսինքն բնակչության տեղաշարժեր եւ տեղաշարժը դա յուրաքանչյուր անձի ինքնուրույն որոշման հարցերով է հարց է դա եւ այստեղ պետությունը շատ դեպքերում անմիջական ուղղակի մասնակցություն չի ունենում։ Պետությունը ավելի շատ, երբ որ ուզում է կարգավորել միգրացիան, փորձում է ուրեմն միգրացիոն հոսքերի ուղղությունները պայմանավորել իր պետական կամ ազգային շահերով, օրինակ, ուղղություն ասած նկատի ունենք եւ ելք եւ մուտք։ Եվ ելքի եւ մուտքի դեպքում, հա, օրինակ ասենք թե արտագաղթի ծավալների կրճատում, չէ՞, այս ձևից հենց հնչեցնենք, հա, կամ ասենք անկանոն միգրացիայի ծավալների կրճատում կամ վերադարձի ասենք ավելի մեծացում, դրա համար համապատասխան ուրեմն նորմեր, նորմատիվներ եւ այլ գործիքակազմ սահմանելով, սա ուրեմն կարգավորման ուրեմն առաջին մասն է եւ երկրորդը կարգավորման տակ հասկացվում է այդ հոսքերի մեջ ընդգրկված անձանց իրավունքների շահերի պաշտպանությունը, որոնք ասենք նախատեսված են միջազգային նորմերով, փաստաթղթերով։ Փաստորեն մեկ հիմնական ուղղություն դա ուղղակիորեն տեղաշարժի հետ կապված խնդիր է։ Տեղաշարժի ուղղություն, ինչպես անել տեղաշարժի ուղղությունները ուրեմն պայմանավորես պետական կամ ազգային շահերով։ Եվ դրա ուղղությամբ ուրեմն մեր գործակալության հիմնական ուրեմն գործառույթն է քաղաքականության մշակումը։ Քաղաքականության մշակումը դա վերագրված է տարածքային կառավարման նախարարությանը, մենք որպես այդ նախարարության ուրեմն առանձնացված ստորաբաժանում նախարարությունը մեր միջոցով է կատարում։ Իսկ դա կարող է կատարել ուրեմն այս կամ այն ոլորտի վերաբերյալ հայեցակարգեր մշակելով, մենք այդպես ենք միշտ սկսում էր ուրեմն քաղաքականության մշակման գործառույթները սահմանելով նպատակներ ուրեմն բնականաբար պետք է հասանելի լինեն, իրագործելի լինեն, հա, եւ այնուհետեւ այդ նպատակներին հասնելու միջոցների ուրեմն մի քանի բան փորձենք ուղղակի մի փոքր ավելի հստակեցնել։ Օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ինչ որ ձևով առնչվում են այս հոսքերին, գալիս են Հայաստան, մարդիկ, որոնք այստեղ ունենում են աշխատանք, երկարատև են մնում եւ այլն։ Օտարերկրյա քաղաքացիների հատված ձեր գործակալության առնչություն ունի։ Ուրեմն այն ինչը վերաբերում է քաղաքական մշակումներին այդ մակարդակին, այո, գործառույթների մակարդակով ոչ։ Դա ուրեմն անձնագրերի վիզաների վարչության գործառույթներն են, դա ուրեմն այլ մարմինների գործառույթներն են։ Լավ, մեր քաղաքացիներ, որոնք արտագաղթի հետ կապված գիտենք ունենք որոշակի հոսքեր, ունեցել ենք որոշակի հոսքեր, հաղորդման ընթացքում փորձել ենք նաև դինամիկային անդրադառնալ, օրինակ նույն սոցիալական կամ աշխատանքային միգրացիա։ Ուղղակիորեն առնչվում է ձեր գործակալության գործառույթին։
Էլի նմանատիպ պատասխան պիտի տամ քաղաքականության մշակման առումով, այո, ընդհանրապես միգրացիան այնպիսի ոլորտ է, որ չի կարող ասել, թե միայն մի մարմնի գործառույթների մեջ տեղավորվել։ Այսինքն, որ ոլորտին էլ որ որոշակի ուրեմն քայլեր է անում, ապա այդտեղ գործադիր իշխանության համապատասխան մարմինը կա, որը բնական է։ Խնդիրների առումով քաղաքականության մշակման, հայեցակարգերի պատրաստման, նրանց ներդրման եւ գործիքների ստեղծման առումով գործակալությունը ունի ուղղակի կապ։ Իսկ գործիքների առումով ոչ, եթե ես ճիշտ հասկացա։ Ուրեմն պատասխանատվություն ես կասեի, ուրեմն գործակալությունը ունի, ինչ ամրագրված է ուրեմն մեր կանոնադրության մեջ, բայց մենք որպես գործառույթ, այսպես հաճախորդին սպասարկող գործառույթ իրականացնում ենք դա ապաստան հայցողների եւ փախստականների մասով։ Մնացածով, ասենք, սահմանային հսկողություն, օտարերկրացիների կարգավիճակը միայն հումանիտար նկատառումներով ենք պահանում։ Կամ ասենք թե արտագնա աշխատանքների գործունեության կազմակերպում եւ այս կարելի է թվարկել այս հարցերի շարանը, որը ըստ մեզ 10-12 կարևոր երակաղություններ կան, այդտեղից միայն փաստորեն այդ 12-ից միայն մեկ ուղղությունն է, որ որպես գործառույթ մենք իրականացնում ենք, բայց քաղաքականության մշակման առումով բոլորի համար փախստականների հետ եւ ապաստանի հայցողների։ Լավ, շնորհակալություն, Վարդան, ուզում եմ հարցը սուղել եւ որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ համանախագահ եւ որպես փորձագետ այս հարցերով երևի բազմիցս առիթ ունեցել եք ուղղակիորեն հասարակությանը չփվելու։ Միգրացիոն խնդիրները որքանով են հասարակության կողմից գիտակցված, ընկալելի եւ սովորական մարդը, քաղաքացին, իր նմանատիպ հարցերով գիտի ուր պիտի դիմել, ում մոտ օգնություն հայցել եւ այլն, խնդրեմ։ Ես սկսեմ պարոն Եգանյանին մտքից, որ միգրացիան հոսքերի մեջ ներքաշվելը յուրաքանչյուր քաղաքացու անհատական խնդիրն է։ Առանցին մարդու կամ ընտանիքի մակարդակով դա իսկապես անհատական խնդիր է եւ նրա կամքի ազատ կամքի արտահայտություն։ Բայց երբ երկրում միգրացիոն process-ները առավել եւս մեր նման երկրում, որտեղ արտաքին երկրից հեռացողների զանգվածային, այսպես ասած, իրավիճակ ունենք արդեն վերջին 18-20 տարիների ընթացքում, դա արդեն դուրս է գալիս անհատական այսպես խնդիրների շրջանակից եւ դառնում է սոցիալական, քաղաքական սուր խնդիր, որը արդեն լուրջ պետական կարգավորում է ենթադրում։ Քաղաքացիները պիտի ասեմ, որ ցավոք բավականաչափ անօգնական են եղել ամբողջ այս շրջանում։ Դա մի քանի պատճառներ ունի։ Նախ, որ ամբողջ 90-ական թվերի ծանր միգրացիոն, այսպես ասած, Հայաստանի համար ամենասուր հիմնախնդիրներից մեկը 90-ականներին միգրացիաներ եւ որոշ փորձագիտական տվյալներով միայն 90-ականների այդ 10 տարիների ընթացքում երկրից ավելի քան նույնիսկ որոշ տվյալներով 1.5 միլիոն, որոշների դեպքում 700,000, 1 միլիոն այս կարգի թվեր։ Եթե ընդունենք առավել միջին տարբերակը 1 միլիոն մարդու հեռանալու պարագայում, մի կերպ գիտակցվեց երկրի ղեկավարության կողմից, որ միգրացիոն այդ process-ները որոշակի լուրջ պետական կարգավորման կարիք ունեն եւ արվեց լուրջ քայլ, ստեղծվեց կառավարության առընթեր միգրացիայի վարչություն, որը այդ պահին գուցե եւ լրիվ համարժեք չէր, բայց լուրջ քայլեր առաջ էր։ Ցավն այն է, որ հետագա տարիներին ոչ միայն այդ կառույցի կարգավիճակը, իրավասությունները չմեծացվեցին, այնպիսի տպավորություն առաջացավ, որ կարծեք թե երկրում արդեն միգրացիոն process գոյություն չունի, միգրացիան դադարել է սոցիալական, քաղաքական սուր հիմնախնդիր լինելուց։ Եվ երկրի մեր կարգի երկրի նման, որտեղ ես համենայն դեպս այլ երկիր չունեմ, որ 3 միլիոնի կարգի բնակչություն ունեցող երկիր, վերջին 18-20 տարիների ընթացքում երկրի արկա բնակչության կեսի կարգով քաղաքացիներ հեռացել են երկրից։ Ու հանկարծ այդ երկրում պարզվում է, որ կարող է քաղաքական իշխանության մտքով անցնել, որ միգրացիոն process-ները այնքան են մեղմացել, որ այլևս նախկին կարգավիճակով կարգավորող մարմնի կարիք չկա եւ փոխանակ նույնիսկ ավելի բարձրացվեր իրավասությունը իմ խորին համոզմամբ մեր երկիրը կարիք ուներ միգրացիոն քաղաքականության համակարգման լուրջ մարմին ստեղծելու կառավարական բարձր կարգավիճակով մարմին, նախարարության մասին եմ խոսում։ Բայց հակառակը ստացվեց, որ 2000-ականների արդեն վերջին տարիներին
կարգավիճակ իջեցվեց եւ թողնվեց ընդհանրապես գործակալություն, որը մեր պետական կառավարչական հիմնարկների մասին օրենքով գործակալությունն ընդհանրապես սպասարկու ֆունկցիաներ պիտի իրականացնի։ Փորձելու ենք նաեւ այսօր անդրադառնալ եւ հասկանալ այդ ձեր բարձրացրած խնդրի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, այսինքն ինչով սա կարող է պայմանավորված լինել։ Բայց մինչ այդ, ուրեմն հիշեցնենք եւ մեր հերոստատողներին էլ հիշեցնենք, որ փաստորեն եվրոպական հարևանության քաղաքականությունը, եվրոպական միության գործիքը, որով այսօր Հայաստանը առնչվում է եվրոպական միության հետ, Հայաստանի գործողությունների ծրագրում առաջնահերթությունների շարքում նաև սահմանեց միգրացիոն հիմնախնդիրը եւ նրան առնչվող որոշակի կոնկրետ բաղադրիչներ։ Մեր կառույցը Եվրոպական ինտեգրացիա հասարակական կազմակերպությունը Վարդանը լավ տեղյակ է, իրականացնում էր մոնիտորինգ մի քանի առաջնահերթությունների, այդ թվում նաև միգրացիոն խնդիրների։ Եվ Վարդանն էր որպես անկախ փորձագետ ներկայացնում էր միգրացիոն հիմնախնդրի հետ կապված մոնիտորինգային ճյուղը, որպես այդպեսին։ Ես առաջարկում եմ հիմա դիտել այդ տեղեկատվական տեսանյութը մեր գործընկերների պատրաստած, որից հետո փորձենք հասկանալ ինչ փոխվեց այս ընթացքում, ինչով նպաստեց հարևանության քաղաքականությունը, ինչ էինք ակնկալում, ինչ ունեցանք։ Խնդրեմ։ 2006 թվականից ի վեր մեր երկրի հարաբերությունները Եվրամիության հետ կառուցվում են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում կնքված երկկողմ գործողությունների ծրագրի հիմքով։ Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, Եվրոպական հարևանության քաղաքականությունը մշակվել է 2004 թվականին, ընդլայնված Եվրոպայի ու նրա հարևանների միջև բաժանարար նոր գծերից խուսափելու, ներգրավված կողմերի բարգավաճումը, կայունությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ Եվրոպական հարևանության քաղաքականությունը կյանքի է կոչվում Եվրահանձնաժողովի եւ նախագծում ներգրավված երկրների յուրաքանչյուրի հետ կնքված հնգամյա գործողությունների ծրագրերի միջոցով, որոնք նախանշում են երկրի բարեփոխման եւ զարգացման հիմնական ուղղությունները։ Գործողությունների ծրագրի իրականացման նպատակով երկրները Եվրահանձնաժողովի հետ մշակում են տարեկան միջոցառումների ցանկ, սահմանելով բարեփոխումների յուրաքանչյուր ոլորտում որոշակի քայլեր եւ դրանց համար պատասխանատու գերատեսչությունները։ Գործողությունների ծրագրի շրջանակում մեր երկրի միջոցառումների ցանկը կառավարության որոշմամբ ուժի մեջ է մտել 2007 թվականի սեպտեմբերին։ Սահմանված միջոցառումներն ուժի մեջ են մնացել նաև 2008-ի համար։ Եվրոպական ինտեգրացիա հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման գերատեսչության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման մոնիտորինգ է կատարել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կայուն զարգացման եւ միգրացիոն ոլորտներում։ Հիշեցնեմ մեր հերոստատողներին, այսօր մեր հյուրերն են տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ պարոն Գագիկ Գեգանյանը եւ միգրացիայի հարցերով անկախ փորձագետ ուրեմն Վարդան Գևորգյանը։ Վարդան, հիշեցրեցինք հերոստատողներին ծրագրի վերաբերյալ եւ նաեւ ասենք, որ այս հատվածը ծրագրի ուղղակիորեն բրիտանական միջազգային զարգացման գործակալությանը իրականացված հատվածին է վերաբերում միգրացիոն հիմնախնդիր գործողությունների ծրագրում հարևանության քաղաքականության։ Պարոն Գեգանյան, այն ինչ որ ակնկալում էիք որպես այս ոլորտի քաղաքականության մշակող մարմին տեղ գտավ հարևանության քաղաքականությունում։ Երևի թե ընդհանուր առմամբ այո, որովհետև բավականին խնդիրներ ներառվեցին այնտեղ, այդ փաստաթղթի ձևաչափին համապատասխան, խնդիրները ներառվեցին մի քանի բաժիններում անգամ, ասենք ասենք, 14 կետ է թվարկվում, ճիշտ է, համարժեքության առումով կամ մասշտաբայնության առումով նույն սկզբունքը պահպանված չէր, օրինակ կարող եմ ձեզ բերել, օրինակ առաջ կետը, ամենակարևոր կետը միգրացիա ապաստանի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագիր, որը կարծես թե սրանով ամեն ինչ ասվում է, այսինքն որտեղ ինչ պիտի արվի քաղաքական ուրեմն նպատակներից մինչև ապահովող ուրեմն գործառույթներ, բայց դրա հետ մեկտեղ էլ ասենք թե նշված է ավելի կոնկրետ կիրառական բնույթի նշանակության խնդիր, բայց ինչևից է, դա երևի թե մեր երկրի հետ առաջին դեպքը չէր, եւ արդեն իսկ Եվրոհանձնաժողովը որոշակի մոտեցումներ ուներ եւ որոշակի ուրեմն պատկերացում այդ փաստաթղթի նկատմամբ, որը կիրառվել էր նաեւ մինչեւ այս նմանատիպ ծրագրերում ընդգրկված այլ պետությունների կողմից, նույն մոտեցումը մեր նկատմամբ եղավ, բայց կարող եմ ասել ընդհանուր առմամբ այո, բավականին մանրամասն ուրեմն այդ գործողությունների ծրագրում միգրացիայի ոլորտը ներառված է, շարադրված է։ Շնորհակալություն։ Վարդան, այսպեսի հարց եմ ուզում ուղղել, գործողությունների ծրագիրը, ապա նաև նրան հաջորդող միջոցառումների ծրագիրը հիմնականում ենթարկվել է քննադատության երկու հիմնական հարցի շուրջ։ Առաջինը այն էր, որ չկա որոշակի հստակություն եւ այնքան
սահմանումները, գործողությունները, ապա նաև միջոցառումները լղոզված են ներկայացված, որ հնարավոր չի լինելու հետո գնահատել ինչ արվեց, ինչ չարվեց կամ ընդհանրապես ինչ որ բան արվեց, թե չարվեց։ Եվ կար քննադատության երկրորդ բաժինը կամ ճյուղը, որը վերաբերվում էր այն հարցին, որ գործողությունների ծրագրում ոլորտի սահմանված կետերը կամ գերակայությունները ոչ թե Հայաստանի հիմնական պահանջներն են առաջին հերթին բավարարել, այլ առավելապես եվրոպացիների կամ Եվրոպական միության որպես կառույց առաջնահերթություններին են ծառայեցվել։ Ես կուզենայի, որ մենք հիմա այս երկու հատվածին էլ անդրադառնանք։ Առաջինը, ձեր կարծիքով, գործողությունների ծրագիրը իրականում միգրացիոն բլոկի հետ կապված Հայաստանի բոլոր խնդիրները, հիմնական խնդիրները բնականաբար բոլորը չէր կարող ներառել։ Իր մեջ ներառեց թե չէ։ Բարին, ուրեմն ասեմ, այդ անհամապատասխանությունը իսկապես կա եւ ոչ միայն միգրացիայի ոլորտում, որովհետեւ բախտ եմ ունեցել նաեւ եվրոպական արևանության ծրագրի շրջանակներում այլ ոլորտներում էլ մոնիտորինգային հետազոտություններ անել։ Շատ լուրջ ձևական տրամաբանության տեսանկյունից անհամապատասխանություն կա, ասենք միևնույն տեսակի տակ կամ միևնույն կատեգորիայով շարադրված են գործողություններ, որոնցից մեկը շատ լայն կոնցեպտուալ, այսպես խնդիր է իրենից ենթադրում, անմիջապես հաջորդ խնդիրը նույն դասի տակ պրոցեսուալ մանր ինչ-որ մի խնդիր է, որի իրականացումը առնվազն ենթադրում է այդ մեծ կոնցեպցիայի իրականացում։ Եվ այդտեղ առնվազն այդ անհամապատասխանությունից հետո էլ գալիս է մեկ ուրիշ տեխնիկական խնդիր։ Ասենք շատ մեծածավալ մի խնդիր, ասենք ընդունենք միգրացիա եւ ապաստանի խնդիրների ազգային գործողությունների ծրագրի մշակում։ Այդպիսի խնդիր դրված է 2007 թվականի գործողությունների ծրագրում։ Ու ասենք պատասխանատու է հայտարարվում մի գերատեսչություն, որը տեխնիկական հնարավորություններով, իրավաբանական իրավասություններով ոչ մի հնարավորություն չունի այդ կարճ ժամանակահատվածում լուծել այդ խնդիրը, ել չեմ ասում, որ այդտեղ արդեն նաև ավելի այսպես կոնցեպտուալ խնդիր է առաջանում, որ առանցին ոլորտում դրված խնդիրները սերտորեն, տրամաբանորեն պատճառահետևանքային կապերի մեջ են այլ ոլորտներում լուծելիք եւ ընդհանրապես մակրո խնդիրների լուծելիք։ Ինչով եք դա պայմանավորում։ Ինչումն է այստեղ խնդիրը։ Ես այստեղ ուզում եմ այդ խոսակցությունը տեղափոխել ավելի, այսպես ասենք, հայեցակարգային փիլիսոփայական կառավարման փիլիսոփայության տեսանկյունից մակարդակ, որ ցավոք ոչ միայն այս ոլորտին, ընդհանրապես մեր երկրի անկախության ժամանակաշրջանին բնորոշ, այսպես ասած, ոչ հայեցակարգային մոտեցման խնդիր է։ Դա ունի իր, այսպես ասած, օբյեկտիվ գիծ սուբյեկտիվ պատճառը, այսինքն օբյեկտիվն այն է, որ անկախության փորձի պակասից բնականաբար անկախության կառավարողների խավը դեռևս պետականության ավանդույթի ձևավորման խնդիրը եւ այսպես ասած սուբյեկտիվ զուտ սուբյեկտիվ պահ, որ կառավարման քաղաքական կամքի բացակայություն, որը մի մասով պայմանավորված է էլի ոչ պրոֆեսիոնալիզմով, ինչի մասին այսպես մի քիչ առաջ խոսվեց, որ միգրացիա հասկացությունն ինքնին, միգրացիայի բազմաբնույթությունը, բարդությունը երևույթի չի ընկալվում ոչ հասարակության լայն շերտերի կողմից, ոչ էլ նույն կառավարման տարբեր օղակների, նույն ընդհանուր բարձրագույն օղակների։ Վարդան, ես ներողություն եմ խնդրում, միտքը շարունակելու հնարավորություն եք ունենալու։ Պարոն Եգանյան, համաձայն եք, որ այդ ընկալումը լիարժեք չէ։ Չի կարելի իհարկե չհամաձայնվել Վարդանի հետ, անշուշտ, ասենք, ստեղ ընկալման խնդիր կա, օրինակ տամ ձեզ, երբ որ մենք մի օրենքի նախագիծ ենք մշակում, մասնավորապես արտագնա աշխատանքների կազմակերպման մասին, եւ դա սահմանված կարգով շրջանառության մեջ է դրված, մենք ստանում ենք տարբեր կարծիքներ, բայց կարծիքներից մեկը, կարծես թե պետական կառավարման մարմիններից ասում էր, որ սա պետական միջամտության կարիքը չկա, պետությունը պետք է այլ խնդիրներ դնի եւ այլ ոլորտի մասներ խոսակցությունը գնում։ Այսինքն միգրացիա ոլորտում ուրեմն պետության մասնակցությունը որտեղ կարող է լինել, բացարձակ չի սա։ Ձևով կարող է լինել։ Ինչ նպատակներ պետք է ուրեմն հետապնդի։ Այստեղ փիլիսոփայական այս հարցի պարզաբանման կարիքը կա, հա, ընկալման կարիքը կա, որից հետո որ սկսվի նոր մոտեցումները շարադրվել եւ մենք տարբեր կլոր սեղաններ ենք ունեցել։ Սա նաեւ կա, ասենք, անգամ փորձագիտական մակարդակում էլ։ Օրինակ արտագնա աշխատանքների հետ կապված միշտ ասում են, ոլորտը կարգավորենք պայմանագրերով։ Ասում ընդունում ենք դա։ 15 տարվա մեջ ինչ է պայմանագրերը չի կնքվել։ Խնդիր կա, չէ՞, այստեղ ինչ վատ պաշտոնյաներ կային, միայն դրանով է պայմանավորված, թե այստեղ
պայմանագրային բաների գործիքների միջոցով դժվար է քո ուզած նպատակին հասնել։ Եվ ավելի ես ասում եմ, բերեք այս ոլորտում շարադրենք ընդհանրապես ինչ նպատակներ տեսականորեն կարող է պետությունը հետապնդել։ Ասենք նպատակ 1, որ ամենաբարձր վարձատրվող աշխատանքները պետք է գտնենք, նպատակ 2, ապահովել մարդկանց հետո վերադարձ, նպատակ 3 եւ մի 50-60 նպատակ շարադրենք եւ յուրաքանչյուրի արժեվ դնենք, արդյոք հասանելի է հասանելիության տեսանկյունից գնահատենք այս նպատակը պետության տիրապետվող գործիքակազմի միջոցով, ասենք քաղաքացիների մեր վերադարձի ապահովումը։ Տեսնենք, որ այդ 50 նպատակներից կարող է հիմնական խնդիրը կառուցվածքային մտածելակերպի կամ կառուցվածքային գործունեության իրականացնելու խնդրի մեջ է։ Ուրեմն հիմնական խնդիրը երևի սա նոր ոլորտ է, եթե սոցիալական ապահովություն ունեք տամ, որովհետև որոշի տարիներ ունեցել եմ այդտեղ աշխատելու, դրա հետ կապեմ, նախկինում էլ ասենք պետական հաստատությունները որոշի գործառույթներ, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցության որոշակի ծրագրեր կատարում են։ Այս ոլորտը նման չէ այդ առումով սոցիալական ապահովությանը, որովհետև պետությունը նոր գործառույթներ, միանգամայն նոր ուրեմն դաշտում, տիրույթում պիտի իրականացնի։ Եվ դրա համար ինչ կարող է անել եւ ինչի պիտի անի, լավ հստակ չէ պատկերացվում։ Սա եւ հասարակության մեջ եւ անգամ փորձագետների մեջ։ Վարդան, պաստորեն պարոն Եգանյանի կողմից կա համաձայնություն, այսպես ֆիքսենք, որ իրոք այդ ընկալման խնդիրը կա։ Բայց մյուս կողմից կա հետևյալ խնդիրը, այդ ընկալման խնդրի առումով զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների դերը կարելի է նվազեցնել։ Եվ որտեղ է հարցը, որ մենք չենք կարողանում այդ ընկալումը լիարժեքացնել, որպեսզի նույն պետական մարմինը, իրավասու մարմինը ոչ միայն ունենա օրինակ քննադատող, այլ ունենա աջակցող, ոչ միայն գնահատող, այլ նաև նրա հետ միասին այդ գործառույթի մեջ իր նպաստը բերող։ Որտեղ է այստեղ խնդիրը։ Ձեր հարցը դրդեց ինձ, որ ես քննարկումը ավելի համակարգային մակարդակի բարձրացնեմ։ Այո, ԶԼՄ-ներն էլ, հասարակական կազմակերպություններն էլ եւ ինչպես ընդունված է ասել քաղաքացիական հասարակության սուբյեկտները լուրջ խնդիր ունեն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակությունում քաղաքացիական հասարակությունը որպես այդպիսին սեկտոր, չնայած քաղաքացիական հասարակություն լայն առումով իր մեջ նաև պետությանն են գրկում մի այլ հայեցակարգով, բայց հիմա դիտենք որպես այսպես սեկտոր, չի կայացել, անկախ սեկտոր չի, պետությունից լուրջ կախվածության մեջ է եւ առանցին վերցած հասարակական կազմակերպություններ, առանցին վերցած ԶԼՄ-ներ քիչ թե շատ անկախության ցուցադրումը փորձը ցույց է տալիս, որ այդպիսիներին ուղղակի համակարգը դուրս է շպրտում, ինչպես նաև առանցին վերցրած պետական հայեցակարգային մտածողություն ունեցող պաշտոնյաներին։ Ցավն այն է, որ մեր մոտ պետական կառավարումը իրականացվում է համընդհանուր համազգային զարգացման կոնցեպցիայի բացակայությամբ, նույնը նաև ոլորտային լուրջ կոնցեպցիաների բացակայությամբ եւ այս կամ այն ոլորտի զարգացումը լրջորեն կախված է այս կամ այն ոլորտում բարեբախտաբար, ասենք այդ ոլորտի գլուխ կամ նրա որևէ ինստիտուտի գլուխ հայտնված քիչ թե շատ հայեցակարգային մտածող կամ ակտիվ պաշտոնյայի ջանքերով ու կամքով, բայց շատ հաճախ էլ փորձը ցույց է տվել, որ այդպիսի պաշտոնյաները ոչ միայն չեն խրախուսվում, այլ ժամանակին համակարգը նրանց կամ ուղղակի մինչև վերջ դուրս է շպրտում կամ լավագույն դեպքում փորձում է զսպող գործողություններ, սանկցիաներ կիրառել։ Սա օբյեկտիվ է գոնե այնքանով, որ նույնը ունենք բոլոր երկրներում, երիտասարդ ժողովրդավարություններում, թե ամեն դեպքում ստեղ առանձնահատկություն կա։ Անկամ եթե երիտասարդ ժողովրդավարության երկրների մեծ մասում դիտարկում են այս միտումները, դա չպետք է մեզ մխիթարի։ Ես բնականաբար ուզում եմ պարզապես ֆիքսել, որ մոտավորապես արդեն 20 տարի, 18 տարի անկախություն ձեռք բերած սահմանադրությամբ ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հռչակած պետությունը դեռևս շատ հեռու է եւ իրավական, եւ ժողովրդավարական, եւ սոցիալական պետություն լինելուց։ Հենց դրանից էլ կախված է, որ այս կամ այն հարցի կարևորումը, ընկալումը եւ քաղաքական լուրջ կամքի դրսեւորումը ու եվրոպական հարևանության հետ ծրագրի կոնտեքստում ուզում եմ նշել մի երևույթ եւս։ Կոնցեպցիայի համընդհանուր ազգային նպատակի բացակայությունը բերում է նրան, որ պետական մտածողության համար, այսպես ասած, ոչ է դառնում երկակի ստանդարտը։ Մենք Եվրոպայում ասում ենք, այո, մենք գալիս ենք դեպի Եվրոպա, նրա հետ ստորագրում ենք հուշագիր, գործողությունների ծրագիր, բայց մտքում բարձրագույն քաղաքական իշխանությունը անկեղծորեն չի տրամադրված դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարություն գնալու։
Լավ, պարոն Եգանյան։ Ինչի՞ց եք դատում, որ դա Պարոն Եգանյան, հիմա փորձենք այսպես անդրադառնալ, նախ բնականաբար ձեր մեկնաբանությունը կփորձեք տալ Վարդանի հասածներին, բայց ուզում եմ նաև հարցը, ձևակերպել։ 2 տարի միջոցառումների ծրագրի իրականացման փուլում ենք։ Թողում եմ մի կողմ, որ 2007-ին միջոցառումների ծրագիրը ընդունվել է սեպտեմբեր ամսին, 2008-ին չի ունեցել, շարունակականության խնդիրն է դրվել ձեր ոլորտում, միգրացիայի ոլորտում։ Միջոցառումների ծրագրի իրականացումից եւ ընդհանրապես քաղաքականության տրված հնարավորություններից բավարարված եք, ինչպես այն կգնահատեք, եւ կարող եք կոնկրետ առաջընթաց արձանագրել կամ ֆիքսել որ կետերում նույն եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում։ Խնդրեմ։ Նախ եթե թույլ կտաք մի փոքրիկ անդրադարձ Վարդանի վերջին նկատառումների հետ ասված, այստեղ ամբողջությամբ համամիտ չեմ, ինչպես նախորդ դրույթների դեպքում, ոլորտներ կան, որ ես կարող եմ ասել, որ հայեցակարգային մշակումներից է սկսվում զարգացումը եւ բավականին ասենք թե առաջընթացներ ես ինքս ականատեսնեմ եւ կարող եմ վկայել, բայց դա միշտ կշեղվի մեր այսօրվա միգրացիոն հիմնախնդիրների քննարկումներից։ Հիմա ձեր կոնկրետ հարցին 2007-8 թվականներին ինչն է կատարվել, գոհենք, դժգոհենք։ Նախ առաջընթաց կա անշուշտ, ճիշտ է, այն դրույթները, որոնք ներառված են գործողությունների ծրագրում, հստակ գործառույթները ինչպես պիտի ապահովվի եւ արդյոք կառավարության այն որոշումը, որտեղ 2007 թվականի երեկայությունները սահմանվեց, ինչքանով էր դա բալանսավորված արկա հզորությունների, արկա մարդկային ռեսուրսներով, այստեղ իհարկե այդ խնդիրը կա, բայց ինչևից է 2007 թվականին մեր ձեռքբերումներից էր երևի ապաստանի փախստականների մասնորոշ մշակումը, որը ազգային ժողովի կողմից 2008 թվականին երկրորդ դերսման անցել է, մենք հույս ունենք, որ դեկտեմբերին արդեն նա կընդունվի, սա մեկ, եւ փաստորեն մենք այս ոլորտը ամբողջությամբ համապատասխանեցրել ենք միջազգային ստանդարտներին, այս ոլորտը նույնպես մեր միգրացիոն տեսանկյունից նոր ոլորտ էր եւ սա կայացած ոլորտ է, որը ընդգրկում է ուրեմն կայացման անհրաժեշտ բոլոր ատրիբուտները եւ օրենսդրությունը, օրենք, ենթահորիզոնական ակտերը եւ ինստիտուցիոնալ կառույցները։ Կարելի ասել, որ այս օրենքի ընդունումը, եթե իհարկե մինչեւ տարվա վերջն հասցնի ընդունվել կամ չգիտեմ, ուղղակիորեն հարևանության քաղաքականության հետ առնչվող հարց է։ Այո, եւ եթե չլիներ այդ կետը, սա կարող էր ավելի ուշ այս հարցին անդրադարձ լիներ եւ այլն։ Չէ, սա ասեմ ձեզ օրինակ, նայեք, այստեղ երևի թե լավ զուգադիպել է ազգային պետական ուրեմն նպատակը եւ այս գործընթացը եվրոհարևանության, այսինքն գործընթացի մեջ իրենք նպատակ էին դրել, որ համակարգերի հապաստանի տրամադրման իրենք ներդաշնակ լինեն։ Իրենց զգացել եք այս ընթացքում։ Այս հարցով փորձագիտական մակարդակով այո եղել է, բայց հիմնական մեր գործընկերը եղել է ուրեմն ՄԱԿ-ի փախստականների գերագույն ազնագետարի հայաստանյան գրասենյակը։ Լավ։ Մյուս հարցը, նայեք, ռեադմիսիոն համաձայնագրեր։ Մենք մեր տարածաշրջանում առաջնակարգ այսպես ասած Պարեգանյան, բացեք փակագծերը։ Շատերին այդ վերնագիրը ոչինչ չի ասում։ Հա, ինչպես միգրացիա տերմինը շատերին չի բանանում, իր լատինահունչ ուրեմն արմատով, հա, գրավիչ է, բայց բովանդակային առումով շատերը լավ չեն պատկերացնում, հա։ Ուրեմն ռեադմիսիան վերաբերում է առանց թույլատվության բնակվող քաղաքացիների վերադարձի կազմակերպմանը։ Խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրսում անլեգալ բնակողների վերադարձին։ Այո, այսինքն որը կամ բնակության իր ժամկետնաերկար թույլատրված ծավել ապրել կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվում կամ մի խոսքով մի բանը ինքը օրինական հիմքեր չունի կամ գտնվելու կամ այնտեղ աշխատելու։ Այստեղ ուրեմն պետության անելիքը մեր ցակման երկրի ուրեմն նա է, որ կազմակերպի վերադարձի համար ուրեմն ապահովելով քիչ թե շատ ցիվիլ քաղաքակիրթ պայմաններ։ Ուրեմն նպատակին հասնելու միջոցը դա ռեադմիսիոն, այդ վերադարձի գործընթացը կազմակերպող համաձայնագրերն են, որտեղ լուծում են երկրների հետ, որտեղ հիմնականում կան ցանկացած մեր երկիրը պատրաստական է, ցանկացած եվրոպական, ոչ եվրոպական երկրի հետ ուրեմն բանակցել այս հարցերի շուրջը։ Ճիշտ է, մենք հիմա ցակման երկիր ենք եւ հիմնական այսպես շահագրգիռ կողմը ընդունող երկրներն են, որտեղ մեր անլեգալ միգրանտները հայտնվում են, եւ մենք մեր պատրաստակամությունը հայտնելուց բացի, ուրեմն նաեւ արդեն 6 երկրի հետ կնքվել է այդ նուրբ եւ կարեւոր հարցերով։ Վառացիան անցած շաբաթ կնքվեց, ստորագրվեց Շվեդիայի հետ, ուրեմն Դանիա, Լիտվա, Շվեյցարիա, Գերմանիա
եւ Բուլղարիա։ Գերմանիան էլ կա այդ Այո, երկրի։ Պարոն Եգանյան, ես այստեղ պիտի ձեզանից ներողություն խնդրեմ։ Եվ մենք որպեսզի եւ մեր հասարակության համար, եւ մեր հեռուստադիտողների համար ավելի պատկերացնելի լինի, որ սա բավականին լայն եւ մեծ խնդիր է, անդրադառնանք տեղյակ եք ինքներդ եւ աջակցել եք, որքանով ես գիտեմ, աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության եւ համապատասխան կարողությունների հզորացման ծրագրին, որը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ, եւ այդ շրջանակներում իրականացված այդ ֆիլմաշարին տունդարձ, որոնցից մեկի համառոտ տարբերակը մենք հիմա փորձելու ենք ներկայացնել մեր հեռուստադիտողներին, ինչի հարցրեցի կոնկրետ Գերմանիայի դեպքում արդեն պայմանագիր կա թե ոչ, որովհետև ֆիլմը ներկայացնում է Գերմանիայում մեր քաղաքացիների իրավիճակին վերաբերող որոշակի հարցեր։ Խնդրեմ։ Եվ այսպես, մեր ճամփորդը ժամանում է Հանովերի օդանավակայան, առաջինը, որ դիմավորում է նրան, ոստիկանության ավագ սպան է իր անթիվ հարցերով։ Ինչ նպատակով եք ժամանել, հրավեր ունեք, մենակ եք ճամփորդում, ուղեկից ունեք, դրամ ունեք ձեր հետ, կարող եմ տեսնել ձեր վճարային քարտը, տեղյակ եք, որ օրական առնվազն 15 եվրո պիտի ունենաք սնվելու եւ այլ նվազագույն կարիքների համար։ Միշտ չէ, որ անօրինական միգրանտի մուտքը երկիր անցնում է առանց արտակարգ պատահարների։ Ոստիկանության սպան խոստովանեց, որ երբեմն հարկադրված են նախազգուշական կրակոց արձակել։ Մեր ճամփորդին նման սթրես ճաշակել բարեբախտաբար չվիճակվեց, եւ ապահով մուտք գործելով երկիր, նրա մեքենան շարժվեց Վեստֆալիա, Դորտմունդ, ապաստան հայցողների նախնական ընդունելության կենտրոն։ Մեքենայի պատուհաններից նրան հետևող Վեստֆալիան հիասքանչ անտառների կարճատև կանաչ ուրվականներին հաջորդում էին երկարատև հանդիպումները Գերմանիայի միգրացիոն քաղաքականություն իրականացնող հաստատությունների աշխատակիցների հետ։ Եթե երբևէ մտադիր ես ապաստան հայցել Գերմանիայում, պետք է պատրաստ լինես անցնել այս շրջանը։ Հայցվողների նախնական ընդունարան 6-օրյա կացության իրավունքով։ Հայցվորների ճամբար եռամսյա կացության եւ խիստ սահմանափակ տեղաշարժման իրավունքներով։ Դատարան, եթե հայցդ մերժվել է։ Նոր ճամբար 6-ամսյա կացության եւ սովորաբար հողի սահմաններում ամփոփող տեղաշարժման իրավունքով։ Հայցի բավարարում եւ տեղաբաշխում որևէ համայնքում փախստականի կարգավիճակով կամ հայցի երկարատև քննարկում հանդուրժողականության կացության կարգավիճակով, այսինքն իրավունք չունեմ քեզ արտաքսելու, այդ իսկ պատճառով հանդուրժում եմ քո ներկայությունը իմ երկրում, քեզ տալով որոշակի իրավունքներ, աշխատանքի, ուսման, տեղաշարժի կամ ի վերջո արտաքսում երկրից օժարակամ կամ բռնի։ Ամեն ինչ մտածված է, տրամաբանական։ Ճանապարհը մայրուղուց թեքվում է ձախ, ու մեր ճամփորդը հայտնվում է ցանկապատի մոտ, որի վրա նոր լվացված գորգեր են չորանում, արևելյան զարդանախշերով, որը գերմանական իրականության հետ փայլուն հակասություն է։ Եվ այսպես առաջին հանդիպումն ապաստան հայցողների նախնական ընդունելության կենտրոնն է Դորտմունդում։ Ինչպես գտնել այդ կենտրոնը։ Շատ պարզ։
առաջին պատահած ոստիկանի մոտ պետք է արտաբերել միայն մի բառ՝ ազուլ, այսինքն ապաստան։ Քեզ ուղեկցում են բոլոր հողերում առկա նման մի կենտրոն, որտեղ փորձում են իմի բերել այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ, որպեսզի դու լինես դու։ Սակայն անօրինական միգրացիայի դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ, որպեսզի դու լինես, այսինքն կարող ես 1000 մի ուրիշ դու լինել, օրինակ, ասենք Թոֆիկ Ադրբեջանից։ Ապաստան հայցողների ճնշող մեծամասնությունը ինքնությունը հաստատող փաստաթղթեր չունի։ Գերմանիա հասնում են սեփական փաստաթղթերով, որոնք այլևս առհավետ կորչում են, կամ կեղծ փաստաթղթերով, որոնց վավերացումը գրեթե անհնարին է։ Ճամբարում գտնվող 40 հայերից ոչ ոք չցանկացավ հանդիպել մեր ճամփորդին։ Նա տեսավ դպրոցը, ուր անին գերմաներեն էր սովորում, տեսավ երկու թմբլիկ տղաների, որոնք սայլակով զբոսանքի էին դուրս բերել իրենց փոքրիկ եղբորը, եւ մեր ճամփորդի կողքից անցնելիս մեծը փոքրին գերմաներեն ինչ-որ բան ասաց, որից հասկանալի էր միայն աղմենիշը։ Հարցին թե Բալիկ ջան հայ եք, թմբլիկը փոքր-ինչ կամարանքով արձագանքեց. Հա։ Մեր ճամփորդն այցելեց մի քանի արհեստանոցներ, ուր վերապատրաստվողները կարող են աշխատանք գտնել նաև մոտակա համայնքներում, բացի ճամբարի ներսում եղած հնարավորությունները։ Իսկ եթե հրաժարվեցիր վերադառնալ, եթե արտասահմանցիների գործով գրասենյակի աշխատակիցը կասկածեց, որ նշված օրը քեզ չի գտնի նշված վայրում, իր կամ ոստիկանների ուղեկցությամբ հայտնվում ես արտաքսման ենթակա մերժվածների համար նախատեսված բանտում։ Որովհետև իղձերի արտը պատրանքներով ջրողը պիտի հիասթափություն հնձի։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, մենք ներկայացնում էինք «Տունդարձ» ֆիլմաշարին պատկանող 10 ֆիլմերից մեկի կրճատ տարբերակը։ Ֆիլմաշար, որը նկարահանվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության և համապատասխան կարողությունների հզորացման» ծրագրի շրջանակներում։ Հավելյալ տեղեկություններ այս ֆիլմաշարի վերաբերյալ, ընդհանրապես իրականացված գործընթացի վերաբերյալ կարող եք քաղել ծրագրի վեբկայքից 3w.backtoarmenia.com կամ backtoarmenia.am հասցեներով։ Մեր եթերային ժամանակը բավականին սուղ է արդեն եւ ես խնդրելու եմ մեր հյուրերին անդրադառնալ ընդամենը մեկ հարցի եւ բավականին սև։ Առաջինը երևի դիմեն Վարդանին։ Վարդան, եթե փորձենք այսպես ընդհանրացնել, ինչ արդյունք ունեցավ հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը կոնկրետ միգրացիոն ոլորտում, արդեն թողենք ընդհանրականը, այս 2 տարիների ընթացքում, որը կարելի է իրապես ֆիքսել որպես արդյունք, եւ ինչ հիմնական բացթողումներ կան, որոնք պետք է մոտակա շրջանում փորձել իրականացնել, հաշվի առնելով, որ ամեն դեպքում գործողությունների ծրագիրը 5 տարվա ծրագիր է։ Խնդրեմ։ Ցավոք պիտի ասեմ, կարող է էլի Երևան կատեգորիկ, բայց այսպես ասենք մնայուն կամ երևացող արդյունքներ չկան կոնկրետ 2007 թվականի գործողությունների ծրագրում, բայց ճշմարտության դեմ չմեղանջելու համար ասեմ, որ այդտեղ կան օբյեկտիվ պատճառներ, էլի նշածս պատճառներն են, որ շատ
լայն ընդհանրական խնդիրներ են դրվել ու այդ խնդիրների կատարման պատասխանատուներ են հռչակվել գերատեսչություններ կամ ինստիտուտներ, որոնք չունեն համապատասխան իրավասություններ եւ տեխնիկական հնարավորություններ, եւ մեկ, որ երկրորդ ավելի կարեւոր, որ այդ խնդիրների լուծումները շատ սերտորեն կապված են այլ ոլորտներում ավելի ընդհանրական խնդիրների լուծման հետ, մասնավորապես ամեն ինչ գալիս է միգրացիայի կոնկրետ ոլորտում, միգրացիայի պատճառների, արմատական պատճառների անտեսումից։ Ես կարծում եմ նույնիսկ արդեն 2000-ականների սկսած մեր մի արտաքին միգրացիոն հոսքերի կարևորագույն պատճառներից մեկը քաղաքական պատճառներն են։ Երկրում ներքաղաքական իրավիճակը, նորից պիտի ասեմ, ժողովրդավարության պակասը բերում է նաև տնտեսական անհավասար հնարավորությունների, մրցակցության պակասի, հետևաբար դառնում է քաղաքական գործոնը լուրջ արտամղող գործոն։ Ինստիտուցիոնալ մակարդակում պակասում է ակնհայտ միգրացիոն քաղաքականության համակարգումը, չկա համարժեք համակարգող ինստիտուտ։ Ես գտնում եմ, որ պետք է բարձրացվի միգրացիոն քաղաքականությունը համակարգող ինստիտուտի կարգավիճակը, ընդհանուր նախարարություն։ Շնորհակալություն Վարդան։ Պարոն Եգանյան, հիմնական ձեռքբերումներից նշվեց ապաստան հայցողների մասին օրենքի ընդունումը, գործընթացը, շարունակենք միտքը, բայց խնդրելու եմ հնարավորինս սեղմ։ Իհարկե, այստեղ համաձայն չեմ էլի Վարդանի դիտարկմանը, որ մեր ձեռքբերումները չեն չինեն, ուրեմն չեմ ուզում հիմա բոլորը թվարկեմ, ռեադմիսիոն համաձայնագրերի շարքն է այդտեղ, այդտեղ նաև ուրեմն մեր գործակալության կարողությունների վերաբերվող կետն է, իդեպ այդ ծրագիրը որ անում ենք հենց միջազգային զարգացման գործակալության հետ, այդտեղ իրար հետ նաև համընկնում են Եվրահարևանության քաղաքականության հետ եւ մի շարք այլ խնդիրներ, բայց անշուշտ անելիքներ ունենք, դուք երևի տեղյակ եք, որ արդեն պատրաստվում է գործողությունների նոր ծրագիր 2011 թվականների կտրվածքով, բառացիորեն 3 այդ գործողությունների մշակված նախագծի քննարկումներ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ, հա, եւ միգրացիայի ոլորտն էլի բավականին հենց լուրջ ուշադրություն է դարձված։ Իսկ կավոր ավելի հստակ կլինի այս անգամ։ Ախր փաստաթղթի սա պետք է ուրեմն սկզբից բաղանենք, ինչպիսի մոտեցում է փաստաթղթին դրվում, հա, Եվրոմիության